Երկու տարվա ընթացքում հասցրել ենք լինել Արարատի մարզի շուրջ 60 բնակավայրում։ Այսօր սեպտեմբերի 19-ին որոշեցինք այցելել Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Սիսավան բնակավայր։ Եկեք գնանք շփվենք տեղի բնակիչների հետ եւ հասկանանք ինչ կա չկա այստեղ։ Սիրելիներս, դուք գիտեք ես ձեզ ինչքան շատ եմ սիրում, բայց ինչի համար եք դուք ամեն անգամ ինձ նեղացնում։ Դեռ գյուղ չմտած, Սիսավանի սկզբնամասում տեսա, որ այս ճանապարհահատվածը կորած է աղբի մեջ։ Խնդրում եմ, եկեք մեր հայրենիքը մաքուր պահենք։ Այս ամենը գեղեցիկ չէ, շատ տհաճ է անցնող գնացողի համար։ Մի արեք այսպես։ Սիսավանը հիմնադրվել է 1831 թվականին, նախկին անվանումը եղել է Ենգիջա։ Հաղորդաշարի գլխավոր հովանավորն է F-Net Telecom ընկերությունը, որը իր բաժանորդներին առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, բազմաժանր հեռուստաալիքներ եւ մի շարք խելացի լուծումներ։ Հատուկ մարզերի համար F-Net-ը ունի հատուկ առաջարկ։ Եթե այժմ բաժանորդագրվեք 1 տարի ժամկետով, ապա ընկերության ծառայություններից օգտվելիս 30% զեղչ կստանաք։ Սիրելիներ, ուրախ եկա, որպեսզի շփվեմ Սիսավանի դպրոցի անձնակազմի հետ, բայց տեսա, որ քանդած վիճակում է գտնվում, տխրեցի, հետո ուրախացա, ասացի ոչինչ, կարևորը մոտ ապագայում սիսավանցիները գեղեցիկ, հրաշալի, կրթական հաստատություն կունենան, ասում են, որ 2027 թվականի հունիսի 27-ին շինարարական աշխատանքները ավարտին կմոտենան։ Դպրոցին հարակից տարածքում կառուցում են նաև մանկապարտեզ։ Տեղեկացնեմ, որ գյուղում երբևիցե մանկապարտեզ չի եղել։ Տարոսը Հայաստանի մնացած գյուղերին, որոնք չունեն մանկապարտեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Շնորհակալություն, դուք լավ լինեք։ Ինչ կա չկա Սիսավանում։ Ամեն ինչ նորմալ, աշունը իրեն հունով գնում է։ Ամեն ինչը լավ, ժողովուրդը արդեն բերքը վերջացնում է, վերջին արդեն խաղողակաղն է։ Այստեղ ինչ եք աճեցնում։ Դեղց, ամեն ինչ, բանջարեղենից սկսած, մինչև բերքը, դեղցը, խնձորը, ամեն ինչ, խաղողը։ Խմելու ջուրը ինչ վիճակում է։ Նորմալ է, փառք Աստծո, լավ է, ամեն ինչ նորմալ է։ Դպրոց են կառուցում, մանկապարտեզ են նոր կառուցում։ Գոհ ենք։ Մենք էլ սա էլ իմ թոռնիկն է, նախակրթարան է գալիս, մեկն էլ առաջի դասարան, հիվանդա չեն բերում նրան։ Հա, մեկն էլ նոր պիտի ունենանք, հա։ Մի խոսքով, այդպես դասավորել ենք էլի, ամեն ինչ իրեն հունով գնում է։ Բարև Հենրի։ Բարև, Ո՞նց ես։ լավ, Ինչ կա չկա։ որոշի բան, Ինձ կասես հիմա մենք որտեղ ենք գտնվում։ դուք, Ես ու դու։ դուք ձեր տունը, Հիմա մեր տունն ենք գտնվում։ Չէ, սխալ պատասխան։ բա դու որտեղ եք ապրում, Հենց հիմա մենք որտեղ ենք գտնվում, Հենրի։ Դուք այստեղ ինչ եք անում։ մենք ստեղ խաղում ենք, նկարում ենք, Ձեզ այստեղ ինչ են սովորեցնում։ դասել, Օրինակ, գրել, կարդալ, հաշվել։ ահա, հաշվարել են սովորեցնում, Դուք այն տարեկան ես։ ես 5, 5 տարեկան ես։ 1 տարի հետո դպրոց ես հաճախելու։ Ճիշտ է։ Ուզում ես դպրոց գնաս։ Էկվանից դպրոց եմ գնում, Հենրի, դու որ մեծանաս ինչ ես ուզում դառնաս։ վարչապետ, Վարչապետ ես դառնալու։ Հա։ Որ երկրի վարչապետն ես դառնալու։ Հայաստանի։ Հա։ Հա։ Հա։
Ինչու ես որոշել Հայաստանի վարչապետը դառնաս։ Ես տենց եմ ուզում։ Որ դառնաս վարչապետ, ինչ ես անելու ժողովրդի համար։ Օգնելու եմ, գործ բան եմ անելու, ուղղելու եմ, որ իրանք անեն։ Հետո բանա, տես բան ենք անում, էլի։ Պապաս ամեն օր բերում է դպլոց, որ ես լավ սովորեմ, որ քիչ մնա այն դպլոցը սալքեն, լավ դպլոցը, ուղղակի ես ուզում եմ շատ դպլոցը չմնա, որ սալքեն, ուզում եմ մի քիչ շուտ սալքեն։ Ուզում ես նոր դպրոցը շուտ կառուցեն, վերջացնեն, որ Սիսավանի դպրոցը հաճախես։ Հա։ Չես ուզում տափերական գնաս մյուս տարի։ Հեսա մամային գալու են, մի քիչ հետո էլ կգամ։ Քեզ տանելու են տուն։ Հա։ Գնալու ես խաղալիքներով խաղաս։ Տենց էլ կարա լինի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ, եկեք ծանոթանանք։ Ես այս դպրոցի ուսուցչուհի եմ։ Իհարկե այս դպրոցում դպրոց չենք կարող ասել, մենք գտնվում ենք Գյուղապետարանի շենքում, մեր դպրոցը կառուցում են, նորակառույց դպրոց ենք ունենալու շատ գեղեցիկ, շնորհակալ եմ կազմակերպիչների համար։ Այս դասարանի դասվարն եմ Ընկեր Բալյանը։ Ուրախ եմ շատ։ Կասեք ինչպես եք հարմարվում այս պայմաններին։ Սկզբնական շրջանում շատ դժվար էր իհարկե դպրոցից տեղափոխվել այս շենք, բայց ոչինչ, կամաց արդեն հարմարվել են, երեխաները հարմարվել են, ընկել ենք բնականon հունի, երեխաները սիրով գալիս են, արդեն գրեթե ամեն ինչին ծանոթ ենք։ Սովորական դասերի պես անցկացնում ենք, ոնց որ Սիսավանի դպրոցում։ Այսինքն տարական դասարանները սովորում են Սիսավանի գյուղապետարանում։ Այո, նախակրթարանը բարձրերը գնում են տափերական, այո։ Գյուղապետարանի շենքում միայն տարական դասարանի երեխաներն են եւ նախակրթարանի երեխաները, մնացածը արդեն տափերականում։ Ահա, այդպես ճիշտ է, էլի։ Իհարկե, տարական դասարանի երեխաները, այո, իհարկե այս տարբերակը ճիշտ տարբերակ էր, որովհետև շատ դժվարությամբ են երեխաներն առավոտյան արթնանում, պետք է շատ վաղ արթնանային, որ ավտոբուսներով տեղափոխվեին տափերակային դպրոց, իսկ տարական երեխաները դժվարությամբ երևի բացակայությունը շատ կլիներ, տեղափոխեցին այստեղ, երեխաները բոլորը գալիս են, գրեթե բացականներ չենք ունենում, սիրով ներկայանում են, տարբերությունը դեռ չենք զգացել շատ։ Հուսով եմ ավելի լավ գեղեցիկ դպրոց կլինի, կտեղափոխվենք, ամեն ինչ շատ լավ կլինի։ Հիմա մի փոքր շփվենք երեխաների հետ։ Իհարկե։ Քո անունը ի՞նչ է։ Մարի։ Ինչ։ Մարի։ Մարի, դու դասարանի գերազանցիկներից ես։ Այդքան էլ չէ։ Բայց տեսնում եմ մաթեմատիկայից 10 ես ստացել։ Ես եւ շրջակա աշխարհ։ Ահա։ 9 ես ստացել։ Ապրես դու։ Մարի, ինձ քո դասարանի մասին մի փոքր կպատմես։ Օրինակ, որ միշտ մեզ մաթեմատիկայից ամենաշատը խնդիրներ է տալիս, ու մենք ով անում ենք, սա առանց ձեռ վարձնել, ասենց ասում են, որ մոտենան ու չստան ով ինչա գրել։ Ահա, դասարանում քանի հոգի եք։ 28, չէ, 29 ոնց է։ Հա, 29։ Իսկ ով կարող է մեզ համար երգել։ Քո անունը ի՞նչ է։ Մեկ։ Ինչ։ Մեկ։ Համայակ։ Ում անունն են դրել պապիկի։ Ես մի հատ պապիկ ունեմ Երևանում, իր անունը Համայակը իր անունով են դրել։ Կասես ինչ կա չկա Սիսավանում։ Բայց ես մի երկու հատ ընկեր ունեմ այս փողոցում։ Ինչ ես անում, ինչով ես զբաղվում, Համայակ ջան։ Ես նկարում եմ։ Ինչ կուզենայիր, որ Սիսավանում լիներ։ Շատ ընկերասեր մարդիկ։ Ես իսկականում ընկերասեր եմ, բայց մի քանի հատ մարդ կա իմ հետ չեն ուզում շփվեն։ Ով չի ուզում քո հետ շփվի։ Աշոտի մաման մի հատ ընկեր ունեմ Աշոտը։ Աշոտի մաման ասում է, որ ես անգրագետ եմ։ Ոյ։ Այդպիսի բան ասել, Աշոտ ով է երեխեք։ Սվետլանայի աղբեր է։ Փոքր է քեզնից։ Բայց ես իր հետ ընկերություն եմ անում։ Ինձ մեկը, ով չգիտեմ, ինչ ասի։ Ես մեկը իմ ընկերների շուրջ ընկերասեր եմ ելնում, որան շատ սիրում եմ։ Այ ապրես դու։ Դե մեզ համար երգի։
Мальчики открыли вораны, над людьми руинами дымятся. Միամաչի երկի։ Над людьми руинами дымят во все стороны. Ես դպրոց գալուցել եմ, երբ որ մաման ինձ բերում է, իր երախոսով այդ երկը ավտոյի մեջ դնում եմ, պատուանել մի քիչ իջացնում եմ։ Այդ երկն է շատ սիրում։ Որ մեծանաս ինչ ես դառնալու։ Ոստիկան։ Ինչու ես որոշել ոստիկան դառնաս։ Ես կամ դառնալու եմ ոստիկան կամ պարող։ Ես պարի եմ գնում։ Սեպտեմբերի 21-ի համար երեխաները մենք փոքրիկ միջոցառում ենք պատրաստել տարական դասարանի կորպուսով եւ նախակրթարանով երեխաները խոսք են պատրաստել, ես կուզեմ, որ հիմա երեխաներն ասեն։ Կասեք երեխաներ։ Մենք Երեխաներ, ուզում եմ մի փոքր ձեր երազանքների մասին խոսենք այսօր։ Դուք ասես ինչ երազանք ունես։ Ես երազանք ունեմ, որ ես մեծանամ դառնամ բժիշկ, Իսկ գյուղի հետ կապված ինչ երազանք ունես։ որ դպրոցը կառուցեն։ Շուտ կառուցեն։ Այո։ Այո։ Իհարկե կարող ես։ Քո անունը ի՞նչ է։ Գեղամ։ Եղամ ջան, դու էլ ասա, տեսնեմ ինչ երազանք ունես։ Երազանք ունեմ, որ մեծանամ դառնամ ոստիկան, Ինչու ոստիկան։ որ գողերին բռնեմ։ Բոլոր գյուղերում համատարած երեխաները ուզում են ոստիկան դառնան, որ գողերին բռնեն։ Դու էլ ասա։ Ես էլ եմ ուզում դառնամ բժիշկ, պրոստո վիրահատող, իսկ այս պահին մտածում եմ դպրոցը շուտ կառուցեն ու ես գերազանց սովորեմ դպրոցում։ Անպայման գերազանց կսովորես, որ դառնաս բժիշկ, լավ։ Ֆուտբոլի դաշտ ունեք։ Ֆուտբոլ խաղում եք։ Մարզիչ ունեք ֆուտբոլի։ Այո։ Շատ լավ է։ Ամենասիրած առարկան ո՞րն է։ Ֆուտբոլը։ Կանոնը ի՞նչ է։ Նարե։ Նարե։ Նարե ջան, ինձ կասես Սիսավանի բնակիչները ինչ տեսակ են։ Բարի։ Դու ինչ կավելացնես։ Որ նրանք հենց մի բան ելնում, նրանք օգնում են անպայման մեզ։ Մեկը մյուսին օգնում են։ Այո։ Ահա, դու ինչ կասես։ Կանոնը ի՞նչ է։ Իմ անունը Ինա։ Ինա։ Ահա, Ինա դու ինչ երազանքներ ունես։ Ես ուզում եմ որ մեծանամ դառնամ բժշկուհի։ Իսկ գյուղում ունեք պոլիկլինիկա կամ հիվանդանոց։ Ոչ։ Գյուղում ոչ։ Վեդ եք գնում։ Հա։ Ես երազանք ունեմ որ մեծանամ լողայի էթամ որ մրցումը կրեմ լողի։ Ուզում ես լողոր դառնաս։ Հա։ Բայց ինչու ես ուզում մեծանաս նոր լողի գնաս։ Հիմիկվանից չի լինի։ Չգիտեմ։ Ես լողի շատ եմ սիրում գնալ լող։ Բայց լողալ գիտես։ Այո։ Ո՞վ է սովորեցրել։ Ես մենակը սովորել եմ էլի։ Մայրիկին հայրիկին ասա, որ քեզ հիմիկվանից տանեն լողի պարապմունքների։ Այո։ Կանոնը ի՞նչ է։ Ռազմիկ։ Ուրախ եմ շատ, Ռազմիկ ջան։ Դու Սիսավանցի ես։ Ո՞նց է անցնում կյանքը Սիսավանում։ Լավ։ Ինչ կուզենայիր, որ ձեր գյուղում ձեզ համար կառուցեին։ Կուզենայի կառուցեին Սիսավանի դպրոց։ Կառուցում են 2 տարի համբերեք ամեն ինչ լավ կլինի, հա։ Դու ինչ երազանքներ ունես։ Երազում եմ դառնալ ոստիկան։ Էլի ոստիկան, երեխեք հիմա որ բոլորը դառնա ոստիկան, էլ Հրշեջ եմ ուզում դառնալ։ հրշեջ, դու հրշեջ, հա կդառնաս։ Պայմանավորվեցինք, լավ։ Եվ ում եք լսում։ Կանոնը։ Մարի։ Մարի, ինձ ինչ կպատմես Սիսավանի մասին։ Սիսավանը ամենալավ գյուղն է։ Ինչով է լավ գյուղ։ Որովհետև մարդիկ բարի մաքրասեր են։ Մաքրասեր են Ու բարի։ ու բարի։ Ահա, իսկ դու սիրում ես քո գյուղը։ Հա։ Դու ինչ ես ուզում ասես։ Մեծանամ դառնամ բժիշկ։ Էլի բժիշկ։ Էլեն, լավա որ գյուղապետարանում եք դասանում, թե չէ։ Մի քիչ լավա հարմարվում եմ ես։ Կամաց հարմարվում եք։ 2 տարի սպասեք ձեր դպրոցը կկառուցեն։ Լավ։
Դե ասա տեսնեմ, ինչ ես ուզում դառնալ, ինչ երազանքներ ունես։ Ես ուզում եմ դառնալ վարսավեր, մատնահարդար եւ բժշկուհի։ Շատ լավ է։ Քո գեղեցկության սրահը կբացես Սիսավանում։ Լավ։ Որն ես երգելու մեզ համար։ Կարգում եմ դի երկերը։ Տեսում եք։ Ցավա, որ զգամ միշտ բարդա առանց քեզ հիմա։ Դատարկում ութաներսը սակամա։ Հոգիս տանջվում է, սիրտս ցավում է, մեր համար, մենակ, մեր համար։ Ախ ինձ սիրուն եմ մեր սեր, մեկը չի բանելի ներսը քո տեղը, երազնում է ամենաբարալ երկեր, կկատարի երազանքները։ Ապրես, տեսակ ինչքան լավ երգեց։ Ապրեք, երեխեք, շատ ապրեք, շատ շնորհակալ ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ դուք։ Լավ ենք, եկել ենք այսօր ծանոթանանք սիսավանցիների հետ։ Ես դասվար եմ, 4-րդ դասարանում եմ դասավանդում։ Այս պահին երեխաների հետ իրականացնում ենք փորձ նվիրված մեր երկրի Հայաստանի Հանրապետության անկախության տոնին, քանի որ անկախության տոնը 21-ին է եւ կիրակի օր է, մենք տոնը կնշենք 22-ին։ Ընկեր Հովասապյան, դուք Սիսավանում եք ծնվել մեծացել, թե այստեղ հարս եք եկել։ Ես Սիսավանից չեմ, ես Վեդի քաղաքից եմ, բայց դասավանդում եմ Սիսավանի դպրոցում արդեն մի քանի տարի եւ շատ սիրով աշխատում եմ երեխաների հետ, շատ սիրում եմ Սիսավան գյուղը։ Դե ինձ սիսավանցիների մասին պատմեք, հասկանամ իրենք ինչ տեսակ մարդիկ են։ Ինչքանը որ հասցրել եմ ճանաչեմ, սիսավանցիները շատ հյուրընկալ մարդիկ են, շատ սիրում են համագործակցել։ Երբ որ ինչ-որ մի բան են կազմակերպում, անպայման բոլորը համախմբված, համենայն դեպս այս տարիների ընթացքում ես տեսել եմ այդ համախմբվածությունը, երբ որ իրենք համախմբված մասնակցում են բոլոր տոներին, մանավանդ աշակերտները իրենք մեծ ցանկություն են ունենում մասնակցելու յուրաքանչյուր տոնի նշմանը եւ իրենց աջակցությունը, իրենց մասնակցությունը եւս ուզում են ցուցաբերեն այդ յուրաքանչյուր առիթի, ինչ որ կազմակերպվում է դպրոցում կամ դպրոցից դուրս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս են սիսավանցիները։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Դուք գիտեք, չէ՞, որ մեր Հայաստանի ապագան եք։ Այո։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է անկախության տոնը, ճիշտ է։ Այո։ Հիմա կուզեմ իմանալ, մեր հայրենիքին դուք ինչ կմաղթեք։ Ես կմաղթեմ, որ մեր հայրենիքը խաղաղ լինի, ու չթողնի, որ ուրիշ երկիրը մեր երկրին գրավի։ Ապրես։ Մեր հայրենիքին ինչ կմաղթես։ Խաղաղություն։ Շնորհակալություն։ Հայրենիքին ինչ կմաղթես։ Միշտ շեն լինի։ Միշտ խաղաղություն տիրի մեր Հայաստանը եւ բոլոր զինվորները ծառայեն մեր Հայաստանի համար Ու առողջ վերադառնան տուն։ Ապրես։ Ես հայ ժողովրդին մաղթում եմ, որ բոլորը առողջ լինեն։ Ապրես։ Ես մաղթում եմ, որ բոլոր հայերը գան Հայաստան։ Շատ լավ մաղթանքեր։ Ես Հայաստանի մաղթում եմ, որ ոչ մի կռիվներ չլինեն։ Երեխաներ, ով կասի, մեր դրոշի գույները ինչ են նշանակում։ Կարմիրը նշանակում է, որ պատերազմի արյան գույնը մարդկանց։ Կապույտը, Կապույտը երկնքի գույնը։ որ մեր երկնքում միշտ Կապույտ լինի, որ մեր երկինքը միշտ կապույտ լինի, խաղաղ լինի։ Իսկ ծիրանագույնը ցորեն առատ լինի, հացը առատ լինի։ Երեխեք ջան, ինչի պակաս ունեք դուք այստեղ, որ կուզենայիք լիներ, կառուցեին, ձեր մանկությունը շատ լավ անցներ։ Եկեղեցի, հիվանդանոց։ Եկեղեցի, հիվանդանոց, ուրիշ։
Այ ժամանակ անցկացնելու վայրեր ունեք։ Ոչ։ Որտեղ եք։ Այս գյուղապետան կողմ։ Գյուղապետարանի մոտ այո շատ գեղեցիկ խաղահրապարակ ունեք, իսկ մանկական սրճարան կամ ունեք մանկական սրճարան գյուղում։ Բայց կուզենայիք որ լիներ։ Ահա։ Դե եկեք բարերարներին դիմենք, եթե տեսնում են մեր հաղորդումը, ապա Սիսավանում ձեզ համար կառուցեն մանկական սրճարան, որ ձեր ծնունդները գնաք այնտեղ նշեք։ Ընկերներով գնաք մի բաժակ թեյ խմեք։ Լավ կլինի, չէ՞։ Այո։ Արևիկ, արի կարուսել նստենք։ Որ մեկը։ Էս։ Սա։ Ո՞նց եք նստելու։ Նստում ենք, կանգնում ենք վրան ու ֆռում ենք։ Մի րոպե։ Ո՞նց ենք ֆռալու։ Վայ։ Վայ, մամա ջան, ես ինչա։ Շատ հավես է, շատ։ Կարևորը անվճարը։ Չէ, վճարովի չի։ Վախ։ Եկեք տեսնեմ որտեղից է գալիս։ Տափերականի։ Ինչ է կորցրել տափերականում։ Դպրոց է կորցրել այնտեղ։ Մեր դպրոցը քանդում են։ Մեր դպրոցը քանդել են եւ ցած է սարքում։ Արավոտ հելնում գնում եք տափերական է ժամերին հետ է գալիս։ Մեկ կլնում մի քիչ ուշ են գալիս կամ շուտ։ Երեխեք Սիսավանի մասին ինձ ինչ կպատմեք։ Ամենալավ գյուղն է։ Սիսավան գյուղից լավ գյուղ չկա աշխարհում։ Ինչով է լավը Սիսավանը։ Ամեն ինչով։ Օրինակ Մեր գյուղապետարանով խաղահրապարակով է։ Բերքերով։ Բերթեր կան էստեղ։ Բերքեր։ Բերքերով։ Սիսավան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ըստ յոլա։ Ձեր կյանքը ոնց է անցնում։ Տաքսի եմ քշում, յոլա եմ անում։ Որտեղից որտեղ եք տաքսի քշում։ Այսինքն գյուղից եթե տաքսի պատվիրեն, մինչև Երևան տանում եք։ Չէ, Երևան չեմ քշում։ Բա։ Երևան չգիտեմ փողոցները։ Ինչ կցանկանայիք, որ ձեր գյուղում կառուցեին։ Ես մեր գյուղում կցանկանայի, որ մեքենային խանգարում եմ։ Ոչինչ, թող մի քիչ սպասի։ Ո՞վ է, գոնե նայեմ ով է։ Հարուստ է, Սիսավանի հարուստներից է։ Արամ ջան է։ Այքուր ջան, նորից եմ ասում, չի կարա լավ բան կամ լավն լինի կամ երկուսն էլ կա, լավն էլ կա, Ինչ վատն էլ կա։ կուզենայիք, որ Սիսավանում կառուցեին, տեսեք, դպրոց կառուցում են, մանկապարտեզ կառուցում են։ Ես ոնց նայում եմ կողքի գյուղերը, փողոցները սարքում են, մերը չեն սարքում, կուզեի որ սարքեին, այդ դպրոց մանկապարտեզ թույթ է իր հունով։ Բայց կուզեինք որ էս էլ լիներ։ Ճանապարհները ասֆալտապատվեին։ Ճանապարհները, հա, թե չէ այնպես պարկ աստծո։ Խմելու ջուր, ոռոգման ասեմ։ ջուր, Լավ է։ դժգոհություն չկա։ Դե ռուբլասուտ գաչի ջուրը, բայց լավ է։ Իսկ այստեղ աշխատատեղեր ունեք։ Գյուղում ինչ աշխատատեղ այդ ցավը։ Գործարան։ Ոչ, Բա մարդիկ որտեղ են աշխատում։ իրանց հողերին։ Հա։ Գյուղացուն տվել են հողին։ Այդ սուտ էր, որը վաղ 11-ին հողը տվեն գյուղացուն։ Հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում սիսավանցիները։ Այո, գյուղացին պիտի զբաղվի հողի գործով։ Ես ասի լավ սուր հարցեր կտակ մի քիչ պետությունից բողոքեմ, այն չեղավ։ Ես ասեմ, թե չէ սիրտս կպայթի։ Ինչ կմաղթեք մեր երկրին, մեր հայրենիքին։ Քանի տարի դուք մաղթեմ, մագվա մաղթածս մեկա չի լինելու։ Լավ։ Բարև փոքրիկ Սիսավանցի։ Բարև ձեզ։ Ոնց ես։ Լավ դուք։ Լավ եմ, ինչ կա, չկա Սիսավանում։ Ոչ մի բան։ Անունդ ինչ է։ Գոր։ Գոր, իմ սիրած անունն ունես, Գոր։ Լսի հələ։ Գնաս մի քիչ բան բասենք իրար հետ։ Հա։ Դե արի գյուղի մասին բան բասենք, էլի ինչ հարցեր կան այստեղ, որ ձեզ ուզում են։ Ես ուզում եմ, որ մեր ֆուտբոլադաշտը կառուցվի, խոտեր լինի, գոլերը ցանց լինի,
Ֆուտբոլի դաշտը որտեղ է գտնվում գյուղապետարանի մոտ։ Այո։ Հա, մենք դա տեսել ենք։ Այո, ես էլ եմ խնդրում, որպեսզի Սիսավանի ֆուտբոլի դաշտը կառուցեք։ Ուզում ես ֆուտբոլիստ դառնաս։ Այո։ Ամենաշատը որ ֆուտբոլիստին ես սիրում։ Մեսի։ Մեսին, ապրես։ Ռոնալդոյ։ Չտեսար իրեն։ Տեսա։ Որտեղ ես տեսել։ Այրոպորտում։ Վաու, հասել ես այրոպորտ։ Փաստորեն իրեն էլ ես սիրում։ Նորմալ։ Նորմալ սիրում ես։ Որ մեծանաս ու հարուստ դառնաս։ Գյուղի համար ինչ կկառուցես։ Ասֆալտներ կանեմ։ Տներ կսարքեմ։ Հողեր կառնեմ։ Բարեգործություններ կանես։ Այո։ Իսկ գյուղում եկեղեցի կկառուցես։ Այո։ Ապրես դու։ Դե գնանք տեսնենք ինչ կա չկա Սիսավանում, դեռ գյուղում ենք, էլի կհանդիպենք։ Եղավ։ Լավ։ Լավ չեմ, մրսում եմ։ Չեմ կարող եմ քեզ օգնել։ Ես ուզում եմ գնանք մի տուն, որտեղ կա տատիկ ու նա մեզ սուրճ կհյուրասիրի։ Աշոտ ասում են, որ սիսավանցիները շատ բարի են։ Արի համոզվենք, գնանք տեսնենք մեզ սուրճ կհյուրասիրեն գոնե։ Գալիս ես։ Գնացի։ Հաղորդաշարի հովանավորն է Emily Farm դեղատների ցանցը։ Եթե շտապ դեղորայք է անհրաժեշտ, ապա զանգահարեք նշված հեռախոսահամարով եւ կանեն առաքում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոչինչ։ Ներխուժեցինք ձեր տուն։ Լավ արի, կապրեք։ Քնած եք։ Չէ, ուղղակի լավ չեմ զգում, ինձ հիվանդ եմ։ Դա համար պարկած է երեխին հիվանդ էր։ Ինքն այնտեղ պարկավ, ես էլ այստեղ կպարկեմ։ Բա հիմա ուր է ձեր հարսիկը։ Հարսս գործի է։ Որտեղ է աշխատում։ Մոտ Անադա ռեստորանում։ Ահա։ Բա ձեր տղան։ Տղաս մահացել է։ Ինչի հետևանքով է մահացել։ Վթարի լևանքեր մահացել։ Ես 5 տարի երեխեքից հետ ենք։ 5 տարի առաջ է մահացել։ Հա։ Մի տղա ունեիք։ Մի տղա 2 աղջիկ։ Աղջիկներ մեկը Սիսյանա, մեկն է Արտաշատ։ Այնտեղ հարս է։ Հա, ես հարսս հետ երեխեք են։ Ձեր հարսը ձեզ մենակ չի թողել։ Կյանք մենք ինքան լավ ենք իրար հետ, որ մեր աղջիկն էլ այդպես չի լինի, որ մենք ենք։ Ես գոյեմ իմ Աստծուց, որ իմ երեխին հոգատար է իմ երեխեքի նկատմամբ։ Արմինե։ Ասա հիմա կարամ գնամ։ Գնա։ Ասա գնամ։ Գնա։ Կզանգեմ Արմինե, հաջող Արմինե։ Քանի որ ամառը անցավ, Սիսավանում բնակիչները պատրաստվում են ձմռանը։ Ես էլ եկել եմ, որպեսզի իրենց օգնեմ։ Փայտը տանեմ տամբակ, որպեսզի ջարդեն ձմռանը տաքանան։ Երեխեք ով կգա օգնի։ Եկեք օգնեք տանենք, էլի։ Հա? Վայ ապրես դու։ Էստեղ դնենք։ Ապրեք, արագ տեմպով։ Ահա։ Սեր է պակասում մեր հայրենիքին, սեր։ Ես շարունակում եմ շփվել սիսավանցիների հետ։ Աշո, դու պոպոկ սիրում ես, չէ՞։ Պոպոկ չէ, ընկույս։ Փրանք։ Ես սիրեցի սիսավանցիներին, նրանք շատ լավն են։ Հիմա տեսնենք այս տանը մեզ ինչպես են ընդունելու։ Շատ ցուրտ ամրսում եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ։ Դրսում շատ ցուրտ է, ոնց որ ձմեռ լինի։ Հա, այսօր շատ ցրտա։ Հենց այս ցուրտ օրով պետք է գայինք այս լավ գյուղը։ Մի հատ շորտամ հագնես, չմրսես։
Կարող են գալ ձեր տուն միջտականը։ Եկեք։ Ես ում տուն եկա։ Դու եկար Սահակյան մնացի Քնքուշի տունը։ Ունեմ 4 երեխա, 3 աղջիկ, մի տղաս Ռուսաստանում է, աղջիկներս էլ ամուսնացել են։ Որտեղ են ամուսնացել։ Երկուսը մեր գյուղում, Սիսավանում, մեկն էլ Վանաշենում։ Լավ, էլի շատ հեռու չեն մնացել։ Իրենց մայրիկին մոտ են մնացել։ Շուշուտ են գալիս գնում։ Աշխատում են, ջերմոցներն են աշխատում, մի քիչ այդ բան այլի հոգնում են։ Գալիս են, բայց մի քիչ ուշ։ Հիմա ծառայող թորնիկ ունեք։ Հա, Որտեղ է ծառայում ձեր թորնիկը։ Աղբրաձոր։ Դա որտեղ է։ Գեղարքունիքի մարզ, Աղբրաձոր։ Քանի ամսվա զինծառայում։ 8 ամսվա։ 8 ամսվա։ Դե եկեք ձեր թորնիկին ողջունեք։ Բարեմաղթանք ուղեք։ Թող բարի ծառայությունը լինի բոլոր զինվորներին, հատկապես իմ թորնիկին, Հոսեփին, բոլորին ցանկանում եմ լավ ծառայություն եւ ուրախ գան իրենց ծնողներին հասնեն։ Ես վստահ եմ, որ լուրը կհասնի ձեր թորնիկին, կասեն, որ Արևիկը գնացել էր Սիսավան, ինքն էլ մի բան կանի հաղորդումը կնայի։ Հա, դե լավ, հա, ապրես Արևիկ ջան, Աստված քեզի միշտ լավ ձևով տրամադրի ժողովրդին, ժողովուրդը քեզ շատ սիրում է։ Հատկապես մենք միշտ նայում ենք, քեզ սիրում ենք։ Ապրեք շատ, ես ձեր սերը զգում եմ, վայելում եմ։ Հա, հետո որ Արտաշատ էր գնում, իմ քեռիները, մորաքույրները այնտեղ էին, ասում էի, մեր Արտաշատի Մղճյան գյուղն էլ ես գնացել։ Տեսել եմ, երեխեքին խոսցնում էիր, ոնց որ արունս քաշեր ընդեի հետ։ Կյանքս ուրախ անցնում է, էլի ժողովրդի հետ։ Շատ լավ է։ Այսօր Տիկին Քնքուշ, մտածում եմ, որ ինչ օր է, էլի սեպտեմբերի 19-ը ինչ օր է։ 19-ը Ու հիշեցի, որ 2 տարի առաջ արցախցիներին հա տեղահանեցին։ Տեղահանեցին, հա։ 21-ին էլ իմ ամուսնու 70-ամյակն է։ Այս սեպտեմբերի 21-ին։ Ո՞ր է ձեր ամուսինը։ Գնաց, տաքսի է քշում։ Հա, կբարևեք անպայման։ Անպայման։ Այսինքն Կուզեի, որ ինքն էլ մասնակից ելներ ձեզ տենար, բայց հեռու է գնացել։ Ես էլ շատ կուզեի, ափսոս։ Ինքն էլ շատ սիրում է ու ասենք տենց մարդկանց հետ ծանոթանալ մոտիկից ավելի լավ է սիրում։ Ձեր ամուսնու անունը ի՞նչ է։ Մնաց։ Հա, եկեք անակնկալ անենք իրեն։ Հա։ Մնացին երբ եք ասել, որ իրեն սիրում եք։ Դե Ինչ անեմ։ Ինչ եք, երբ եք ասել։ Ծննդյան օրը պետք է ասեմ։ Ամիսի 21-ին եք ասելու։ Դե եկեք հիմա ասեք, մեր հաղորդումը մինչև ցույց տանք, ծնունդը կանցնի։ Ու սյուրպրայզ կլինի։ Կասի, այ կնիկ, այս տելևիզիոն էս արդեն սիրո մասին հայտնում։ Բայց ինքը գիտի։ Չէ, ես ուզում եմ լսեմ։ Լավ։ Ինձ համար ուզում եմ անակնկալ լինի։ Թող քո ասածը լինի, բայց այդ բառը չեմ կարա տենց։ Դե ասեք, ձեր սրտի խոսքը ասեք։ Թող բոլոր մարդիկ ապրեն իրանց սրտով, ուրախ, երկրին էլ խաղաղություն լինի։ Մնացնել ձեր գլխից անպակաս լինի։ Մնացնել իմ գլխից, իմ երեխեքն էլ իմ գլխից, իրանք էլ առողջ, երջանիկ ապրեն։ Ես էլ տեսնեմ ուրախանամ։ Այո, ապրեք։ Սիսավանցիների մասին ինչ կասեք։ Սիսավանը լավ գյուղ է, մտերիմ են իրար հետ, հասնող, մեկը մեկի։ Ինչ խնդիրներ կան այստեղ։ Ես իմ դե խնդիր սաղ տեղերն էլ կա, բայց դե ասենք այս ճանապարհները էլի մի քիչ այնց կարգավորվեր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք, հարգելիներս։ Շատ լավ ենք։ Շատ լավ է, որ շատ լավ եք։ Մենք անձրևի տակ ընկանք։ Ախ, Բա ափսոս։ Անցած լինի։ շատ ափսոս, որ այսպիսի օրով եկանք Սիսավան։ Ոչինչ, այդ էլ է պատահում։ Առանց անձրևի կյանք չկա։ Արդեն աշնան եղանագա, ցուրտ այլնում, անձրև այլնում, անունը ոնց։ Արևիկ։ Հա, ուսին իր անունը Արևիկ, իմ Աստղիկ։ Դուք էլ Աստղիկն եք։ Հա, ուրախ եմ շատ։ Ձեր անունը ի՞նչ է։ Իմ անունն ես չեմ սիրում։
Ռսու անունը Միշա։ Միշա։ Այո։ Պարոն Միշա, դուք արմատներով որտեղից եք։ Արմատներով ես Մարտունու շրջանից եմ։ Այսինքն, տեսեք, Սիսավանը հիմնադրվել է տարբեր բնակավայրերից եկած բնակիչների կողմից, հա։ Հա, Այո։ Քանի տարի է որ Սիսավանում եք ապրում։ 67 թվից եկել եմ։ 1967 թվականից Սիսավանում։ Այո, Սիսավանում։ Դուք ել եք Մարտունուց։ հա, նույն գյուղից ենք։ Քանի տարեկանում եք ամուսնացել։ Դուք քանի տարեկան եք։ 24, ես 24 տարեկանում եմ ամուսնացել։ Ես էլ 15։ Ինչ։ Իմ 15-ն իրենց տունը լռած է։ Հիմա կյանքն իր ժամանակ այդպես էր արելիք ջան։ Ոնց էր։ Չէին հարցնում, սիրում ես, չես սիրում, ուզում ես, չես ուզում, այդպես բան չկար։ Պապան, մաման ինչ ասում էին, մենք էլ խոնարհ ծառա լսում էինք։ Զորով ձեզ ամուսնացրին։ Զորով չէ։ Ամենա ջուրի ամենասիրուն, ամենա լավ տղեն ես էի, դրա հերն էլ ով միրեն ասա տալիս եմ Միշային։ Սիրուն եք այն ժամանակ։ Բա ինչ է, հիմի սիրուն չէ։ Հիմա էլ եք շատ սիրուն։ Դուք ինչի սիրահարվեցիք։ Իրա ոչ մի պես չեմ տեսա նոր ամուսնացած, ճիշտն ասեմ։ Իմ կյանքի հետ ուզում ես բնություն ճիշտ իմանաս։ Այդ ժամանակ չէին թույլատրում, որ մենք իրար հետ խոսենք, իրար հանդիպենք։ Ես մի անգամ մեքենայով անցել եմ այդ ժամանակում, իրենց դուր տեսել եմ այդ։ Պապաս մամասն էլ խանութն էին աշխատում, ինքն գնացել էր այնտեղ իբրև խանութ ստուգող, առաջ ստուգում էին անում։ Պատմի։ Պապաս ասեց հաց կբերես բալիկ ջան։ Հացն տարել եմ խանութ այդ ստուգողները նոր հյուրասիրեմ, իրեն խանութում եմ տեսե, անկախ ընձնից է դա եղա իմ տեսնալ։ Ու որից հետո շարունակ բավական սերա ինչա ես հասկացա։ Միշա պապի։ Ջանի։ Ձեր կնոջը մի հատ պաչիկ նվիրեք։ Բարդատիրա։ Բախտադիրա։ Հա։ Այ կնիչ։ Անի։ Մի քիչ արի մոտ։ Լավ ամոթա։ Ամոթ չկա։ Ամոթ չկա։ Չէ, ամոթա էսի։ Չէ, ամոթ տողեք մոտ ամբյուրի ձեր կոշիկը։ Սկերնով կորմա շատ մարտինան չէ սամանջում են։ Մի ամաչեք, տողեք ամբյուրի ձեր ամուսինն։ Շատ ամբյուր երեխեքի բոլորի արսանիքներին ամբյուրերը։ Եսեն պաչի եղարի։ Նեբե։ Ահա, այս եղավ հայերեն։ Մայարևիչ։ Տարոսն քեզ։ Եղավ շնորհակալ ենք ձեզնից շատ։ Սուրճն էլ խմենք ու գնանք։ Իմ ծերունի մայրարարատ արի մեկտեսնեմ քեզ եմ կանչում ես կարոդած արի մեկտեսնեմ Մամաս ասում էր շատ ցուրտ տալինելու հետը տակ հագուստ վերցրու չլսեցի։ Սիրելի հայրենակիցներ, ցավոք եղանակային պայմանները թույլ չեն տալիս, որ խորը ուսումնասիրենք Սիսավան բնակավայրը, բայց ինչպես տեսնում եք, մեր Արարատի մարզում ունենք Արարատ անունով լեռ, Սրբազան լեռ, ունենք Մասիս անունով քաղաք եւ գյուղ, ունենք Արարատ անունով քաղաք եւ գյուղ, Սիս անունով գյուղ, ինչու՞ չէ նաև Սիսավան գյուղ, որը այսօր մի փոքր բացահայտեցինք։ Տեսանք, որ սիսավանցիները հյուրընկալ սրտաբաց մարդիկ են։ Ես ուզում էի, որ եղանակը արևոտ լինի, որպեսզի շատ սիսավանցիների հետ շփվենք, բայց ոչինչ, այսպես էլ է լինում, արդեն աշուն է, չմոռանանք եւ հաճախակի են անձրևները լինելու։ Սիսավանցիների խնդրանքն է, որ բարերարները տեսնեն մեր հաղորդումը եւ գյուղում բիզնեսներ հիմնեն, օրինակ դեղատներ կառուցեն, սրճարաններ հիմնեն։
Այո, կողքից ասում են, կարևորը դեղատուն ունենալն է։ Խնդրում եմ չան տեսեք։ Եթե ուզում եք ունենալ բիզնես, ապա եկեք եւ Սիսավանում կառուցեք դեղատուն։ Սիրելիներ, հիշեցնեմ, որ մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է Fnet Telecom ընկերությունը, որը մատակարարում է գերարագ ինտերնետ կապ, բազմաթիվ հեռուստաալիքներ, մի շարք խելացի լուծումներ։ Մանրամասների համար զանգահարեք 89 88 հեռախոսահամարով։ Հատուկ մարզերի համար Fnet-ը ունի առաջարկ։ Եթե այժմ բաժանորդագրվեք, 30% զեղչ կստանաք։ Հաղորդաշարի հովանավորն է Emily Farm դեղատների ցանցը։ Մի մոռացեք մեկնաբանություններում գրեք ձեր բնակավայրերի անունները, որպեսզի եղանակային պայմանները հաշվի չառնենք, շոքին ցրտին գանք ու ձեզ հետ շատ շփենք։ Ես բոլորիդ շատ սիրում եմ, մինչ նոր հանդիպում։ Տեղյակ եմ։ Օ։ Գնաց։ Խոշյա ոչինչ։ Ավիրեցի։